Դեկտեմբերի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացել է երգ բարեկամության կամուրջը 4-րդ փառատոնի գալա համերգը։ Այս տարի փառատոնը նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյակին։ Շուրջ 4 ամիս շարունակ Հայաստանի գրեթե բոլոր դպրոցների աշակերտներն անցել են բարդ, բայց միևնույն ժամանակ հաճելի ճանապարհ։ Դասերից զատ նրանք ընտրել են երգեր, մասնակցել են փորձերին։ Չնայած արդեն գիտեին, որ հաղթող են, բայց սրտի թրթիռով էին սպասում իրենց ելույթներին։ Փառատոնի ամենափոքր մասնակիցներից հրազդանցի Վարդան Մարգարյանը պատմում է, որ մրցույթին պատրաստվել է տատիկի օգնությամբ։ Շատ դժվար էի պատրաստում, շատ աշխատանքներով, շատ լավ տպավորություններ ունեմ մրցույթից։ Մրցույթին պատրաստվելու համար ինձ օգնեց տատիկս։ Թամազյան Էռնան փառատոնին մասնակցում էր առաջին անգամ։ Չնայած սպասում էր, որ ինքը եւս կընդգրկվի հաղթողների մեջ, բայց միևնույն է, երբ իրեն ասել են այդ մասին, առանձնահատուկ ոգևորությամբ է այդ լուրն ընդունել։ Տպավորությունները շատ մեծ են։ Առաջին անգամ ռոմանս էի երգում ու ռուսական երգ, ոնց որ ինձ այս մրցույթը տվեց այն, որ ես զգացի, որ իմ մոտ ստացվում է ռուսական ոճում երգել, կոնկրետ ռոմանսները իմ մոտ լավ ստացվեց, ես ինձնից գոհ էի այդ առումով ու սենսով կսկսեմ ավելի շատ երգել ռոմանսներ, ինքին շատ բան տվեց այս մրցույթը։ Տպավորությունները շատ ոգևորված էին, որ զանգեցին այսին, որ հաղթել եմ։ Նու վստահությունը շատ կարևոր է այս մրցույթում ինչ որտեղ, որտեվ մենակ երգեցողությունը չի, որ կգերի հանդիսատեսին, պետք է նաև այդ արտիստից մեծ երգի մեջ մտածու այդ ռուսական ոճը պահպանես ու վստահ եմ իմ մոտ ստացվեց այդ ամեն ինչը, ուրախ եմ շատ դրա համար։ Հայկ Մարտիրոսյանը, ով փառատոնին ներկայացել է Արարատ քաղաքից, ստացել է խրախուսական մրցանակ։ 2 տարի առաջ, երբ կրկին մասնակցում էր այս փառատոնին, կարողացել է հասնել միայն մինչև երկրորդ փուլ։ Առաջին փուլում մասնակցում էի, ես այդքան է վստահ չէի, որ կանցնեի, այդքան վստահ չէի իմ ուժերի վրա, եւ այս մրցույթի միջոցով ես փորձեմ ուժերը եւ ստացվեց, դա ինձ մոտ ստացվեց։ Փառատոնի շրջանակում անցկացված երգի մրցույթում 21 մասնակից ճանաչվել է հաղթող, 10 ստացել են խրախուսական մրցանակներ։ Շարադրությունների մրցույթում 3 հաղթող եւ 2 խրախուսական մրցանակակիր։ Լավագույն մասնակիցներին դիպլոմներ շնորհեցին Ռուսաստանի Հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանը, Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապյոնյանն ու Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դեսպանորդ Անդրեյ Իվանովը։ Անահիտ Սիմոնյանը, Վլադիմիր Աղայանի խոսքով փառատոնի հաջողության գրավականը կրթության եւ գիտության, մշակույթի, Սփյուռքի նախարարությունների մարզպետարանների համագործակցությունն է։ Նրա ծրագիրը Հայաստանում Ռուսաստանի Հայերի միության կողմից ստացված ամենամասսայական, ամենամասշտաբային ծրագիրն է, որը ընդգրկել է Հայաստանի բոլոր դպրոցները։ Մեր ծրագիրը իր նպատակներով, առաջադիմած խնդիրներով միտված է Հայաստանի ապագային։ Այս ծրագրի հիմնական խորանավորը մշտապես եղել է եւ կա Ռուսաստանի Հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, որի կողմից ճանաչված Արամ Արամյանը։ Չորրորդ անգամ է, որ ծրագիրը մասնակի ֆինանսավորում է նաև ռուսաստանյան ռուսկինի հիմնադրամը։ Սխալված չլինի, եթե ասեմ, որ մեր փառատոնը, նրա շրջանակներում կազմակերպված միջոցառումները արդեն դարձել են դպրոցներում տարվող ուսումնադաստիարակչական աշխատանքների օրգանական մասը։ Սա ուրախացում է եւ մեզ կազմակերպիչներին եւ դպրոցներին։ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ ու լիազոր դեսպան Իվան Վոլինկինի ուղերձում մասնավորապես նշվում էր, որ փառատոնը տարեցտարի զարգանում է, ընդգրկում է նոր միջոցառումներ, որոնք փառատոնը դարձնում են ել ավելի վառ ու տարատեսակ։ Իվան Վոլինկինը շնորհավորել է դափնեկիրներին եւ շնորհակալություն հայտնել փառատոնի կազմակերպիչներին, Ռուսաստանի Հայերի միությանը, ռուսաց լեզվի աջակցման հայկական կենտրոնին, ժյուրիի անդամներին ու հայաստանյան դպրոցների տնօրեններին ու ուսուցիչներին։ Հայաստանի Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապյոնյանը մեծ զրույցում եւս մեկ անգամ որ սա ճիշտ ստեղծված փառատոն է։ Ես կարծում եմ Ռուսաստանի Հայերի միությունը ընտրել է ամենահարմար եւ ամենախոսուն վերնագիրը, երգը բարեկամության կամուրջ է, որովհետեւ երգը անկախ այն լեզվից, անկախ ժողովրդի պատկանելությունից անմիջապես սրտի հետ խոսող երևույթ է։ Ես ջանում եմ լինել իմ պապերի շարունակողը, նրանք ունեն իմաստուն խոսք։
որքան լեզու գիտես, այնքան մարդ ես։ Երբեք մենք չենք ռուսանում ռուսերեն իմանալով, ճիշտ այնպես ինչպես չինացին չի հայանում հայերեն իմանալով։ Մենք պիտի շնորհակալ լինենք բոլոր այն միջոցառումներին, որոնք մեր զավակների, մեր երեխաների, մեր թոռների մեջ դաստիարակում են լեզվաիմացություն, թող բարի երթ լինի նմանատիպ միջոցառումներին։ Հայաստանի հետ ընկերության եւ համագործակցության ռուսական ընկերակցության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը Վալերի Բրյուսովի անվան մեդալներ շնորհեց փառատոնի կազմակերպիչներին եւ ուսուցիչներին։ Չնայած փառատոնը դեռ նոր է ավարտվում, բայց երեխաները մեծ ոգևորությամբ սպասում են հաջորդ տարիներին կազմակերպվելիք փառատոններին։ Եղեգնաձորցի Մհեր Մհերյանը եւս մրցույթին մասնակցում է երկրորդ անգամ։ Մի քանի տարի իմ ուսուցչուհու հետ աշխատելուց հետո արդյունքը էսա։ Վերջապես հասա իմ ուզածին։ Ես այստեղ չեմ մոծել, երբ որ տանն էի, ինձ որ զանգա արեցին այդ իմ մեր դպրոցի կազմակերպիչներից զանգեցին, այդ լուրը իմ համար մեծ բան էր, որովհետև ես մի շատ ստրես եմ ապրել, որ իմացա չեմ անցել անգամ երրորդ ֆեստիվալի ժամանակ, բայց այս մեկի համար ահա որ ինձ շատ ուրախություն էր հենց այս մեծ բեմում, որ իմացա պետք է գամ գալա-կոնցերտի մասնակցեմ հենց Արամ Խաչատրյանի ֆիլհարմոնիայի դահլիճը։ Այդ ինձ համար մեծ բան է։ Անահիտ Սիմոնյանն էլ փառատոնին մասնակցել է երկու անգամ էլ դարձել դափնեկիր։ Իհարկե շատ մեծ են տպավորությունները, շատ տպավորված եմ ամեն ինչից, թե չգիտեմ վերաբերմունքից, թե ընտրությունից, հուզմունք կա ամեն դեպքում։ Չգիտեմ, շատ լավ տպավորություն են։ Եթե լինի հնարավորություն մեկ անգամ եւս մասնակցելու, ես կմասնակցեմ։ Ամեն անգամ տարբեր զգացողություններ են, չգիտեմ, հպարտություն, հուզմունք, չգիտեմ, որ դու էլի պետք է բարձրանաս բեմ, ներկայանաս, չգիտեմ, շատ ուրախ եի ամեն դեպքում։